որդին Հակոբ Ադյանը 2003 թվականին զորակոչվել է հայոց բանակ Մեղրիի լիճ քաղաքում ծառայության ժամանակ որդիս հաշվանդամ է դարձել հոգեկան խանգարումներով 2004 թվականին տեղափոխել են Կանազի հոգեբուժարան որտեղ նա երկար 7 ամիս բուժվելուց հետո զորացրվել է եւ սոցիալական թոշակի են նշանակել երկրորդ կարգի հաշվանդամ շուրջ 11 տարի է տառապում ենք հաշվանդամի հետ միասին մանկուց հաշվանդամ են գրել իր գործերի մեջ թեպետ նա ունեցել է խնդիրներ ես դիմել եմ բոլոր մարմիններին բայց նրանք հաշվի չեն առել հիվանդ երեխային զորակոչել են բանակ ավելի բարդացրած երակները կտրած երեխայիս հոգեկան աշխարհը խանգարված ծեծված Մեղրիի զորամասից հետ են բերել երեխային մյուս երեխաս հադրութի ծառայությունից հետո գալուց հետո եղբորը հետ է բերել հոգեբուժարանից ասել է որ մենք ինչ վիճակում ապրենք իմ աղբերը մեր հետ նույնպես պետք է ապրի երեխաս ունի զինվորական գրքույկ եւ զորացրվել է այդ թվականից բայց նրան նշանակել են մանկուց հաշվանդամ եթե նա հոգեկան խնդիրներ է ունեցել ինչու է զորակոչել բանակ դիմել եմ դատարան որպեսզի երեխայիս հաշվանդամության կարգը փոխեն սոցիալականից զինվորական որովհետև նա ունեցել է ճիշտ է չեմ ժխտում երեխաս հիվանդ տարել են ես խնդրել աղաչել եմ իմ խոսքը չի անցել նա զինվորական ծառայությունից հետո է թոշակավորվել բայց նրան նշանակել են սոցիալական 4000-ից հիմա բարձրանալով դարձել է 19000-ի 19000-ով ես ինչ կարող եմ անել այդ երեխայի համար 19 տարեկանից թոշակառու է մինչև 30 տարեկան այժմ երեխաս ես այդ թոշակով երեխայից չեմ կարողանում պահեմ ընտանիքս հայտնվել է ծանր սոցիալական պայմաններում տունս գրավի տակ ամբողջ պարտքերի վաճառով երեխաս քանի անգամ աղաչել եմ մամա ինձ հետ տարեք հոգեբուժարան այն վիճակում է հայտնվել որ ես չգիտեմ որտեղ ինչ ում դիմեմ պատկան մարմիններին նույնիսկ փարոս ենք դիմում ասում է ձեր բնակարանի վրա 11 հոգի գրանցված են ես իմ երեխային որտեղ վերցնեմ գնամ ես էլ եմ ուզում որ առանցին իմ հիվանդ երեխայի հետ միասին նորմալ պայմաններում ապրեմ բայց հիմա հայտնվել ենք անդունդի եզրին չգիտենք որտեղ դիմենք ինչ պատկան մարմինների խնդրենք որ իմ երեխային հանեն այդ վիճակից խնդրում եմ ձեզ օգնեք այս վիճակից հանենք ապրում ենք 11 հոգով հանրակացարանում ազատվել է շուրջ 10 տարի է բնակարանը փակ է մենք չենք կարողանում օգտվել հաջորդ բնակարանից որպեսզի իմ հիվանդ երեխային վերցնեմ առանցին գոնե փարոս ստանամ փարոսին դիմում ենք ասում է ձեր ընտանիքում 11 հոգի հաշվառված են ես իմ ընտանիքը որտեղ թափվում է ստիպված ես իմ տունը գրավ եմ դրել աղջկաս առանցին հանրակացարան եմ վերցրել իմ բնակարանն էլ է մնացել գրավի տակ աղջկաս բնակարանն էլ հայտնվել ենք անելանելի եզրերում չգիտենք ում դիմում ենք բոլոր պատկան մարմիններից թաղապետարանից քաղաքապետարան են ուղարկում քաղաքապետարանից թաղապետարան ես ստիպված դիմում եմ վարչապետին ընտանիքիս բոլոր անդամների հաշիվների վրա կալանք է դրած գտնվում բանկերում խնդիրներ առաջացել դատարանից անընդհատ մարդիկ են գալիս տեսնելով իմ որդուն նույն րոպեին հետ են գնում մեր ողբալի վիճակը նկատելով հիմա մեր գործերը հարկադիրում ամուսինս աշխատում է կանաչապատումում ստանում է 80000 աշխատավարձ երեխայիս 20000 սոցիալական թոշակն էլ դնում ենք վրան մուծում ենք կոնվերս բանկին որպեսզի մեր բնակարանից էլ չզրկվենք խնդրում եմ սառեցնել մեր վարկերը միառժամանակ մինչև որ տեսնենք ինչ է կատարվում որևիցե մեկը հայտնվում է մեր օգնող ձեռք հայտնվում է մեզ այս վիճակից հանելու համար